Անելանելի վիճակում են հայտնվել Հայաստանից Ռուսաստան բեռներ տանող վարորդները։ Ասում են արդեն 2 ամիս է հարկադիր պարապուրդի են մատնված։ Վարորդների խոսքով հայկական գյուղմթերքի արտահանման ռուսական սահմանափակումների պատճառով ֆինանսական ծանր դրության մեջ են հայտնվել։ Սաղս վարկի տակ ենք, այդ մեքենաները վարկով վեկալ ենք, εμել ընգել ենք վարկի տակ։ Հայկական պտուղ բանջարեղենը Եվրոպա արտահանելու Փաշինյանի կաբինետի անդամների հայտարարությունները վարորդներին խիստ կասկածելի են թվում։ Անիրական է վարորդների խոսքով հին աշխարհամաս բեռներ տանելը։ Այսքան շոֆեր կա ով այդում Եվրոպա։ Հələ մեկ իմ հարցը ով է գնաց այսքանից Եվրոպա։ Տղեկ Եվրոպա գնացել եք։ Այն ասում է ուր է։ Վիզա բան որ է տան։ Որ վիզա չեն տալու ո՞նց են գետում։ Հա։ Վիզա պիտի ունենաս 1000 հատ պրոբլեմ կա։ Այնքան թուղթեր են ուզում որ եւ ավտոն ծախես կնաս կամ թուղթին դզես։ Փաստաթղթային քաշքշուկներից բացի մի մեծ խոչընդոտ կա, որ հայկական ապրանքները հայկական բեռնատարներով հասնեն Եվրոպա։ Վարորդները խոստովանում են, իրենց մեքենաների 95%-ը չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Շոֆերի տերմիններով են բացատրելու Մաչևինաս չի աշխատում, ես գնամ Եվրոպա ինչ անեմ։ Խոսքի կարտերից տակիցը յուղա թողեմ, Եվրոպա գնամ մի 3000-4000 դոլար բանը շտրաֆ վրես խփած հետ գամ ինչ անեմ։ Ու հենց չէ որ այդ շտրաֆը բան հիմնարկությունն է վճարելու, դա դու պետք է քո ջանից պետք է հանեն։ Առանց մեքենաների ղեկը դեպի Եվրոպա թեքելու էլ վարորդները գիտեն, որ այնտեղ իրենց տհաճ անակնկալներ են սպասվում։ Հիմի որ ես գիտեմ պետքա գնամ ամենակիչը 6000-7000 եվրո շտրաֆ վեկալեն վրես գամ կամ մի հատ զանգեմցից ասեմ վարկ վեկալեք վարկեք շտրաֆը մջնք։ Էլ իմաստը ո՞րն է այդ տաբլետ մեքենան քշելու։ Ռուսաստանները այդ մենք մեր մար հանգիստ գալիս ենք։ Դիմում նամակ են տանում կառավարություն։ Վարչապետին ու իր կաբինետի անդամներին ուղղված այս նամակում ըստ վարորդների հատիկ առ հատիկ ներկայացրել են, թե ինչ փորձությունների առաջ են կանգնել իրենք։ Կետերով նշված է։ Արդեն չեն հիշում, թե վերջին 1 տարում քանի նամակ են տարել գործադիր։ Բեռնափոխադրողների խոսքով մի որոշ ժամանակ առաջ էլ էկոնոմիկայի նախարարի անունով նամակ են գրել, բայց սայլը տեղից չի շարժվել։ Նկատում են, գործից հասկացող մեկը չկա։ Նամակը Պապույաննա գրված եղել գնացել է տրանսպորտի փոխնախարարի մոտ, որ այդ մարդը այս ոլորտից вообще չի հասկանում, ինքը տրանսպորտի փոխնախարար է, բայց вообще չի հասկանում, կապ չունի։ Մարդը ասում է, ի՞նչ է ձեր պահանջը։ Եվ որ նամակը քեզ չի գրվել, դու խես կանչել, զանգելա կանչելա, ասում արեք տենանք ոնց ենք անում։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող մարդկանց զայրացնում է միտքը, որ օտարերկրյա համարանիշերով բեռնատարներ են մտնում մեր երկիր ու բեռներ են տանում Ռուսաստան, անխոչնդոտ անցնում սահմանը։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց արտահանման վրա արգելք չկա։ Հայ վարորդների խոսքով իրենք դարձել են բոլորի աչքի փուշը։ Մենք ստեղ կայնած ասենք պարապ, վրացիքը ստրանք ֆրֆռում էին իրանց ավտոներով։ Էդի ոնց կլինի։ Հայկական բեռներ են տանում։ Հա, հայկական բեռները տանում են, ամեր բերում են։ Բողոքավոր վարորդներից մեկի տեղեկություններով հայ-իրանական սահմանից Ծիրանով բեռնված հայկական 3 բեռնատար են վերջերս հետ դարձրել, բայց գործադիրում լռում են, չեն հայտարարում այդ մասին։ Մինակ իրանք ասում են արտահանում արինք, բայց վազատները խի չեն ասեմ։ Այս մարդու տեղեկությամբ հայկական Ծիրանը իրանականի անվան տակ փորձել են Ռուսաստան տանել, բայց չի հաջողվել։ Այդ կետկը կփոխում են իրանական, այդ մա Ռուսաստան։ Հայկական ապրանքը այդ մա իրանական ապրանքի տեղ։ Ու հայ ազգը ուրախանում է։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։